Եվ այստեղ իհարկե հարց է առաջանում, լավ, ինչի համար այս գործը հարուցվեց, ինչի համար է այս գործը պահպանվում, ինչի համար է այս գործը ուղարկում դատարան, չնայած Վճռաբեկ դատարանը ասում է, որ մի ուղարկեք դատարան։ Լավ, այս ամեն ինչին ինչ որ ողջամիտ պատասխան պետք է լինի։ Ողջամիտ պատասխանների շարքում են սոցիոլոգիական հարցումները, Սամվել Կարապետյանի վարկանիշը, Ուժեղ Հայաստանի վարկանիշը, Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին ընտրությունները, վերջերս հենց նույն Ուժեղ Հայաստան կուսակցության կազմակերպած միասնության հանրահավաքը եւ դրան արձագանքները։ Այդ ամենը, որ նայեք համակցության մեջ այս աբսուրդային քրեական վարույթի քաղաքական հետապնդման հետ, բոլոր հարցերի պատասխանները կգտնեք։ Մի բան էլ հիշեցնեմ, գործընկերներ, այս քրեական վարույթը տարբերվում է այլ վարույթներից մի քանի այլ հանգամանքներով եւս։ Այս քրեական վարույթի ամենասկզբնական փուլում մենք ունեցանք ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրաժարական։ Այս վարույթի արդեն ոչ այդքան սկզբնական, բայց ընթացիկ փուլում ունեցանք քննչական կոմիտեի նախագահի տեղակալի հրաժարական։ Իդեպ քրեական վարույթի նյութերով պարզ է դառնում, որ հենց նշված քննչական կոմիտեի նախագահի տեղակալին էր մակագրվել ի սկզբանե այս քրեական վարույթը։ Այստեղից կարելի ինչ որ հետևություններ կամ դատողություններ անել։ Կդժվարանամ ասել, բայց կարող եք դուք անել։ Եվ երրորդ հանգամանք էլ նշեմ։ Ի վերջո սա միակ քրեական վարույթն է, որտեղ մի մեղադրանքով քրեական վարույթը սկսում են, ունենալով դրա շրջանակներում սահմանափակումներ, ընդլայնում են դրա աբսուրդային մեղադրանքը, բայց դրանով էլ չեն սահմանափակում։ Երբ մենք միջնորդում էինք այս քրեական վարույթի, եթե չեմ սխալվում, 4-րդ ամսին, որ մաս անջատեն, գործը ուղարկեն դատարան, վստահ եմ կհիշեք քննչական կոմիտեի նույնիսկ նախագահը պաշտոնապես հայտարարեց, որ մաս անջատելու գործիքակազմ չկա։ Գիտեք ինչ ենք ստացել այս 135-36 հատորների հետ միաժամանակ։ Մաս անջատելու մասին որոշում։ Հիմա ո՞նց է ստացվում, որ 5 ամիս առաջ, երբ Սամվել Կարապետյանը կալանավորված էր, գտնվում էր Երևան կենտրոն բանտում, մենք խնդրում էինք, որ գործը շուտ ուղարկեք դատարան, որ ամբողջ հանրությունը տեսնի սա ինչ աբսուրդ է, իրենք ասում են մաս անջատել չեն կարող։ Բայց հիմա կարողացան։ Այս գործը հետևաբար նաև ֆանտաստիկայի հնարավորություններ է տալիս քննչական եւ դատախազական ներկայացուցիչների